Բարև ձեզ սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, 106 եւ կեսի եթերում ՓՄԶ ասոցիացիայի հեղինակային Հարկեր Թուրքեր կրքեր հաղորդաշարն է, ես Հակոբ Ավագյանն եմ, ՓՄԶ ասոցիացիայի նախագահն։ Այսօր մեր հյուրը Սամսոննա Գրիգորյան, ով ՓՄԶ ասոցիացիայի նախկին նախագահն է եղել, հայտնի է նաեւ կասեցում շարժման որպես հիմնադիր անդամ, փոքր միջին բիզնեսի ներկայացուցիչ, լավ ընկեր, գործընկեր, ողջույն։ Ողջույն։ Պարոն Գրիգորյան, եթե դեմ չեք, անցնենք տենց դուի, որ ավելի անմիջական լինի ու մեր ՓՄԶ-ներին ուղղված, գիտեք, մեր հաղորդումը ավելի շատ հենց այնպիսի հարցեր ու քննարկումներ են անում, որ հենց մեր փոքր միջին բիզնեսին է հետաքրքիր։ Ոնց եք, ասեք ոնց է այս։ Ընտիր, շնորհակալություն, որքան հնարավոր է ընտիր լինել։ Ընտիր դեռ կարողանում ենք աշխատել, ընտիր դեռ կարողանում ենք ապրել մեր հայրենիքում, հուսով եմ այդպես էլ կլինի մինչև վերջ։ Ես էլ կփորձեմ ոչ շատ ֆորմալ կարգավիճակով արել ձեր այդ հարցազրույցը, որպեսզի մաքսիմալ պարզ եւ հասկանալի լինի։ Շատ լավ, Սամսոն ջան, եկեք սկսենք հենց բանից։ Շատերը ճանաչում են հենց ՓՄԶ ներկայացուցիչ, ակտիվ, որ միշտ փոքր ու միջին բիզնեսի նաև հարցերն եք անդադ բարձրացնում, բանես վերջերս, եթե սխալ եմ նկատել, տենց պասիվությունն է, կուզենամ խոսենք նաև դրա մասին, որտեվ այս վերջերս մենք իրար հետ որ նաև քննարկման ենք մեր ՓՄԶ-ների հետ, ես էլի նրանք էլ էին ասում, չէ, ինչու չես խոսում, ինչու չես գալի, ի՞նչ է տեղի ունենում։ Պատճառները եւ օբյեկտիվ են եւ սուբյեկտիվ, կարելի ասել, բայց մեծամասամբ ես ինձ համար եկել եմ այն եզրակացության, որ գիտեք ինչպես, երբ որ ինչ-որ կռիվ ես տալի կամ ինչ-որ գործողություն ես անում, պետք է ստանաս դրա որոշակի արդյունքները։ Վերջին մի քանի տարիների ընթացքում այդ արդյունքները ես ոչ մի կերպ չեմ կարողանում տեսնել։ Կարա լինի նաև պատճառները իմ մեջ, պայքարի որոշակի ձևի մեջ, բայց մեծամասամբ շփվելով ներկա իշխանության ներկայացուցիչների հետ, մեծամասամբ ինչ է արդյունավետությունը դուրը չի գալի, ինքնավստահության աստիճանն է շատ մեծ իրենց մոտ, հակառակ կողմի մոտ եւ չլսելու ունակությունը նոր, որ ընդհանրապես մենք ինչ անում ենք, ճիշտ ենք անում, լավ ենք անում, այդպես էլ պետք է լինի, ինչը տեսեք, օրինակ կարելի է կազուսային թվալ, բայց նախկինների մոտ չկար նման բան, որքան էլ որ մենք բոլորս համարում էինք, որ ավտորիտար էր, SRN էր նախորդների կառավարությունը, իշխանությունը, բայց ավելի շատ լսելու ունակություն ունեին։ Այսինքն եթե ասենք պետություն մասնավոր երկխոսություն է այսօր, վերջի անգամ էլի իրար հետ էինք, չէ, որ ազգային ժողով հրավիրեցինք, եկար, այդտեղ մասնակցեցինք եւ այլ, ասենք օրինակին ոնց էս գնահատում այդ երկխոսություն ստացվեց, չստացվեց։ Տեսեք, յուրաքանչյուր երկխոսություն պետք է ունենա որոշակի հետևանքներ, չէ, պետք է ինչ-որ սա կլուծվի, սա չի լուծվի, սա բերեք այսպես անենք, սա բերեք քննարկենք։ Եթե նկատել եք վերջին 7 տարիների ընթացքում երբեք նման երկխոսություն չի ստացվում։ Միշտ լինում է դե մենք այսպես ենք մտածել, դե սա այսպես կլինի, չէ, մենք խոստանում ենք, որ լավ կլինի։ Օրինակ, այնպես չի որ շատ պասիվ եմ եղել, այս ընթացքում մասնակցել եմ նաև ՓՄԶ զարգացման խորհրդի նիստերին, այս ընթացքում բազմաթիվ անդամներ ներկայ եմ եղել ազգային ժողովում քննարկումների ժամանակ եւ այլ հանդիպումների եւ մշտապես դուրս եմ եկել այդ հանդիպումներից, քննարկումներից այն զգացողությամբ, որ ոչ մի խնդիր լուծելու ցանկություն Իզուր եկա, հա, տենց մոտ։ Իզուր եկա, ոչինչ չլուծեց, ոչինչ չեղավ։ Եթե կհիշեք, երբ մենք մտնում ենք ինչ-որ մի հարցով, երբ քննարկման կամ ինչ-որ ժողովի բանի, ինչ-որ որոշակի լուծումներով դուրս էին գալիս, հա, ոչ բոլոր մեր ցանկություններն էր իրականանում, դե հեքիաթներին շուտվանից չենք հավատում, բայց զրոյական գոնե դուրս չէին գալիս։ Որոշակի ինչ-որ ձեռքբերումներով ու միշտ, եթե կհիշեք, ոչ ֆորմալ զրույցներում իշխանության ներկայացուցիչների հետ նրանք էլ էին գոհ լինում, որ կարողացան ինչ-որ լուծումներ գտնել։ Ներկայ իշխանությունների հետ գիտեք ինչպես է, ոնց որ անընդհատ դու ասում ես, իրենք ասում են, չէ, մենք ճիշտ ենք, մենք ավելի խելացի ենք, իրենց թվում է ինչ-որ Ես հիշում եմ, այս մեր տաղավարում Սամսոն բանի Փայլակին գիտես Թադևոսյան էլի մեր գործընկեր, դες մի հատ թեզից ասես, կաղաբարերը բանը, ոնց որ ասես տպավորությունն է, որ իրանց հետ խոսում ես, ասում եմ, մենք ամեն ինչ գիտենք, բանն է։ Նույնիսկ գիտեք ինչ, նույնիսկ եթե ես հիմա որ վերլուծում եմ նախկինում իմ ասածները, նախկինում իմ քայլերը, միշտ անսխալ չեմ եղել են սխալներ,
Բայց գիտեք ոնց նույնիսկ այդ սխալ արտահայտությունը, որ ես անում էի, որ ասենք, չգիտեմ, հարկման այս համակարգը ավելի ճիշտ կլինի, բան, հիմա վերլուծում եմ, չէ, դա նորմալ չէր լինի, որ լիներ բանման, չի կարա պետությունը նման համակարգով գնա բան, բայց ինձ երբեք չէին ասում, ստոպ, կանգնի դու, մի ասա մեզ ինչ բան, ասում են, դա հələ արեք մի հատ մտածենք, մի հատ հաշվարկ անենք, այսինքն ոչ միշտ, բայց հանդիպում էին մարդիկ, դեմքեր, ում հետ լինում էր ինչ որ խնդիրներ լուծել ու ոչ միշտ էր դրանից շահում միայն բիզնեսը։ Շատ անգամներ դրանից շահում էր նաև պետությունը։ Այդ է ուզում ասել, որ այդ երկխոսությունը ոչ միայն լուծումների ու ասպես ասած այդ պահին ճիշտ լուծումներ որոշելու մոնա, ինքը ամենաառաջի հերթին իրական հատվածից ինֆորմացիան իմանալու աղբյուրն է։ Այսինքն այդ որ ասում են երկխոսությունը երկու կողմին էլ պետք է, եթե հիմա պետական հատվածի աչքերով նայենք, ասենք եթե դու ինչ-որ ռեֆորմ ես անում, ինչ-որ բան ես ուզում փոխես ու դրա շահառու ներկայացուցիչը գալիս է ու դու կարողանում ես նրան համոզել, որ ինքը անկեղծ քո հետ խոսա, դա քո օգուտն է։ Ի նկատի եթե դու ռեֆորմի կողմն ես, էլի ասենք պատկերացրեք դուք հիմա պետական կողմն եք, հա։ Դու պետք է ջանքեր գործադրես, որ ում ուղղված է այդ ռեֆորմը, իր մոտ վստահություն ներշնչես, չէ, որ ինքը քո հետ ավելի անկեղծ ասի, որ դու սա սենց անես, սենց կլինի եւ այլն, էլի, որ ազդեցության գնահատումը կոպիտասս լինի, ու այդ մեր միշտ մշտական նկատած կլինեք, էլի, ասենք տարբեր բաներում, ասում ենք բոլոր այս խնդիրները գալիս են նրան, որ ավելի լավ չեք մտածում, ավելի լավ ազդեցության գնահատում չեք անում։ Հետևաբար սրա կարևորագույն օղակներից մեկը այդ անկեղծ երկխոսություն ունենալն է եւ այնպես անել, որ ստացվի։ Ու այսօր մենք լավ, հիմա եթե տենց այս կտորը ամփոփենք, ի՞նչն է պատճառը, ինչի ենք տենց եկել, այսինքն եթե առաջի կտորը ասում ենք ավելի շատ ինքնավստահ են, չեն ուզում լսել, օքեյ, այդտեղ մի քիչ տենց գավա կադրային ու բան մոտեցում է։ Երկրորդը ոնց պատասխանեմ հարցիդ, որ կոպիտ չհնչի, արեք չպատասխանեմ։ Լավ, անցանք առաջ։ Հերոստատիտողները կհասկանան։ Ինքդ Samsung ջան տարբեր ժամանակներում շատ լավ տեղյակ ես եղել ու գիտեմ հիմա էլ այդ ապրանքների ներմուծում վաճառք, հիմա էլ նաև գիտեմ որ փորձում ես այդ marketplace-երում ինչ որ ձև առաջ խաղացնես։ Ինչ վիճակ է այսօր, էլի եթե համեմատենք հիմիկվա վիճակը նախկինի հետ, նորմալ աշխատում է, այտենց կոռուպցիայից զուրկ, ամեն ինչ գծած, հեշտ, հանգիստ գնում է, թե չէ։ Չէ, իհարկե, կոռուպցիան էլի կա, ծաղկում է, ուղղակի հիմա կոռուպցիան միանշանակ են մերժում, ի տարբերություն նախկինում, հիմա ասում են չկա եւ վերջ, չեն ուզում լսել ոչինչ, բայց կոռուպցիան կա, ծաղկում է, ինչ հիշում եմ մոտ 25 տարի առաջ կլիներ երևի, մի հարկայինի պետերից մեկի հետ էի խոսում, ասում էի, բանը հիմա դուք վերջը վերցնում եք, դե այն ժամանակ կհիշեք, սենց բացահայտ էր ամեն ինչ բան, վերցնում եք գումար, թե չէ, ասում եմ, տես ինչ իմաստուն, մենք մանր մունորից գումար վերցնենք, վաղը միսօր մեկն է գնա վրեքս գրի բանանի, հենա մի անգամից մի հատ խոշորից ինչ պետք է վերցնում ենք ու մանրներին ոնց պետք է բանի մեջ ենք պահում, բռի մեջ ենք պահում, հիմա էդի տեղի ունենում նույն սիստեմով, տեսեք ինչ է կատարում, այս միտվածությունը, այս իշխանության դեպի խոշոր բիզնես, ինչ է ցույց տալի, որ մանր մուների հետ աշխատելու իմաստ չկա։ Բոլորս էլ գիտենք, որ շատ գեղեցիկ մի հատ ձև են հորինել կոռուպցիայի հիմնադրամներով, բաներով, ասենք գիտենք բոլորս էլ, որ խոշորները խելոք մուծվում են այդ հիմնադրամները ու բացահայտ են մուծվում։ Այն, չգիտեմ, ընթրիքներ, ժողովներ, բաներ, դրանք 1-2 հոգի են ուղարկում, այդ 40-50 հոգին, իրենց կյանքով չեն գնում ընդդեմ, զերը փող է տրվում, ասում են գնացեք, միացեք, նստեք այդ ժողովներին, այդ հիմնադրամներին, մուտք արեք այդ գումարները եւ այլ, դա այն բացահայտ կոռուպցիան, հա, ու ինչը չենք տեսել, չենք կարող միանշանակ։ Ու փաստաթղթավորված օրինական, հա։ Հա, դա օրինականն է, այն իսկ հիմա որ վարչապետը ասում են ճամպրուկները բանը, դե ճամպրուկները հիմա այտենց չկա այդ վարչապետից ընդդիմությունը, որ այդ ճամպրուկների պահելի շեշտի, այն ժամանակ էլ չենք տեսել, հիմա էլ չգիտենք կա թե չկա։ Բայց հիմնադրամներով կոռուպցիան միանշանակ կա, որ դու գիտես ովքեր են գնում այդ ժողովներին, դու գիտես ովքեր են գնում այդ ընթրիքներին, դու գիտես որ իրանք այդ գումարները չունեն որ գնան այդ ընթրիքներին, դու գիտես որ իրանք ում մատակարարներն են, ում աշխատողներն են, ում հետ են աշխատում ու ով իրենց ուղարկած կլինել այդ ընթրիքներին։ Իսկ մաքսային ընթացակարգերից ինչ կասես։ Նույնը մաքսայինում, հա, ասենք խոշոր ներմուծողների բեռերը
նույնիսկ մի րոպե չեն մնում մաքսային պահեստներում, իսկ մանրերինը կարող է ամիսներով մաքսային պահեստերում մնան, մանրամասն զննվեն, մանրամասն քրքրվեն, կիրառվեն կողմնորոշիչ գներ, ինվոյսային արժեքը համարվի ոչ արժանահավատ, խնդիրներ ստեղծեն, ու մաքսիմալ փորձում են հենց անեն, որ քիչ ընկնեն այդ բաների մեջ, շատ աշկ չզառնի, բայց պարզ երևում է, որ մանր եւ խոշոր դրած է տարբերություն, տարբերակում եւ միանշանակ բան են անում։ Տարբերակում կա էլի, վերաբերմունքի տարբերակում կա սրանց ու նրանց միջեւ։ Շատ լավ, գանք բանին, այս marketplace-երին անընդհատ ես տենց տարբեր հարցազրույցներում էլի լսելով ՓՄԶ-ներից ես ասում եմ, որ դա իհարկե տենց նայում ենք 21-րդ դարի գործիքները, հա, այդ թվային բաները, հարթակները ստեղծելման, բայց ինձ նախ անհանգստացնում է այն, որ դա ոչ հայկական է եւ մենք այսպես ասած ազդեցություն դրա վրա շատ քիչ ունենք, ի նկատեմ հիմա անուններ չտամ, բայց բոլորին հայտնի է, էլի հայկական շուկայում որ կան, ու այդտեղ շատ դեպքերում ես բանի կտորն եմ անընդհատ շեշտում անվտանգության, այսինքն ապրանքային անվտանգության, որ դա բերել է նրան, որ եթե օրինակ քո նման ներմուծողները ինչ որ X քանակի ապրանք միշտ ունենում էին պահեստում։ Հիմա ստացվում է, որ պետք չի, որովհետև նախ մեր քաղաքացիների մեծ մասը օգտվում են արդեն այդ marketplace-երից, այսինքն քո չափաբաժինը փոքրացել է մեր շուկայում, երկրորդ արդեն դրա որ ազդեցությունը երևում է բանի վրա։ Մեզ այլ փորձագետներ ասում են, լավ, դու դրա վատ կողմն ես ասում, դրա լավ կողմն էլ նա, որ էլի Samsung-ի նման փոքր ներմուծողները կարողանում են այդ marketplace-ներով իրենց հեշտ իրենց արտահանումը անեն, այսինքն դրա դրական կողմն էլ կա։ Հիմա դու հենց պրակտիկ դաշտից էլի դրա որ բալանսավորված է բանը Հայաստանում շատ ոլորտների վրա է դա ազդում, ես մի հատ նախաբան անեմ, էլի կա իրականություն ու կա միֆեր։ Միֆերը, որոնք ստեղծում են պատասխանատու հատվածը, որը որ ասենք ոլորտի պատասխանատու է, եւ կա իրականություն, որում շահառուներն են ոլորտի։ Այս դեպքում ես միշտ գտնում եմ շահառուների բաժնում ու միշտ տենում եմ իրականությունը հենց առաջին գծից, էլի, թատրոնում են, որ առաջի շարքում ենք նստած ու նայում ենք ինչա տեղի ունենում, այսինքն դերասանների բոլոր կիքսերը միանգամից աշկ է զառնում։ Տեսեք, marketplace-երը հա լավ բան են, բայց երբ որ օտարի marketplace-ն է աշխատում քո երկրում եւ իր հիմքը իր երկիրն է, իր վաճառողը, իր արտադրողը, իր հարկերը, իր իշխանությունը, իր պետությունը, դու արդեն դառնում ես կոպիտ ասած բիզնես գաղութ։ Օրինակ, sense մի հատ օրինակ բերեմ, ասենք ինչպես Միացյալ Նահանգները Իրաքի նավթին են վերաբերվում, աշխարհի մյուս երկրները Աֆրիկայի ադամանտներին են վերաբերում, այսինքն նրանք թքած ունեն այդ երկրի ժողովրդի վրա, թքած ունեն այդ երկրի զարգացման վրա, առավել եւս հələ ինչքան այդ երկիրը մնա հետա մնաց, նրանք այնքան մեծ շահույթ կստանան այդ երկրից։ Հիմա marketplace-երը, որոնք հայկական չեն, թքած ունեն ընդհանրապես մեր երկրի զարգացման վրա, բիզնեսի վրա, ռազմավարական խնդիրների վրա։ Այսինքն պրակտիկ դաշտում տեսնում ես տարբերությունը։ Միանշանակ հայկական տնտեսավարողի դրած ապրանքը եւ ռուսական։ Միանշանակ, ուրեմն հայկական տնտեսվարողի ապրանքը նախ առաջին հերթին շատ ուշ է հասնում ԱՊՀ, ԵՏՄ, ԵԱՏՄ այլ երկրներ։ Ինչա արդեն խնդիրը։ Գիտեք, marketplace-ի ամբողջ իմաստը նրա մեջ է, որ 1-2 օր։ Հա, դռնից դուր։ Այո, 1-2 օր, իսկ երբ որ քո պատվերը տալիս է հաճախորդը եւ 20 օր հետո գրում է ինչ եղավ իմ պատվերը, բարձր հրաժարվելու է։ Ու կաբալային ինչ որ բաներ է դրած, գներ է դրած ամեն ինչի վրա։ Օրինակ ձեզ բերեմ։ Ապրանքը որ գնա հաճախորդին մինիմալ արժեքա, ուրեմն marketplace-երը աշխատում են այս համակարգով լիտր, ծավալային չափը, այսինքն դա երկարություն, բարձրություն, խորություն ապրանքի հաշվում է, դառնում է թե որքան ես դու վճարելու ճանապարհի համար մինիմալ 300-350 դրամով գնում է դեպի հաճախորդ։ Եթե հաճախորդը հրաժարվում է, ինչը հաճախորդի համար անվճար է, եւ իհարկե հաճախորդը կհրաժարվի, երբ որ իր ապրանքը 20-25 օր չի գալիս, հա, հրաժարվում է 200-250 դրամ գալիս է դեպի իդ marketplace-ի պահեստ։ Եվ դրան գումարած մինիմում 550 դրամ էլ արդեն նոր օրենքով marketplace-երը ուղարկում են իդ դեպի քեզ ապրանքը։
Այսինքն մի հատ փոքր աքսեսուար, մի հատ փոքրիկ 2-300 դրամանոց ապրանքը, եթե հանգարց հաճախորդը հրաժարվում է, մինիմում 1050 դրամ, մինիմալը, ամենակիչը 1050 դրամ դու վճարելու ես, որ դա գա հասնի քեզ այդ ապրանքը եւ պետքա գա, դու չես որոշում կգա թե չի գա։ Marketplace-ն է որոշում։ Ու նման բաները շատ են լինում, այսինքն դիտողական, այսինքն այդտեղ մի հատ կորուստ ունեք, բալանս։ Ինչա տեղի ունենում marketplace-ը առանց վաճառքի անելու, առանց հարկ տալու, առանց ոչ մի խնդիր, քեզանից 1050 դրամ ստացավ։ Օրինակ իմ դեպքում շաբաթական 90 ապրանք վերադարձա լինում։ Այսինքն շաբաթական 94000 դրամ marketplace-ից ինձ եկամուտ ունեցավ առանց ոչինչ անելու։ Դա կարա լինի ընդամենը մի տոպրակ ապրանք, որ լցնես իրար հետ հավաքես, այդ 90 ապրանքը կարա լինի մի տոպրակ ապրանք, 1-2 տոպրակ։ Նույնիսկ եթե ամեն ապրանքը ինքդ որ գնահատես Samsung ջան, հիմա ասենք այդ իմ ասած ինքը որպես գործիք քեզ օգնել է, արտահանման բալանսը, այսպես ասած, շատացել է։ Տեսեք ինչա տեղ ունեցել։ Ուրեմն դու մի հատ բան ես անում։ Այստեղ արի բաժանենք երկու մասի։ Այստեղ միանշան պարզագույն բան։ Չէ, մի հատ ես իմ հարցը ասեմ, բաժանենք երկու մասի։ Այն իմ առաջի ասացի հետ համաձայն ես, թե էդ էլ է միֆեր։ Այստեղ հայկական շուկայում քո ապրանքի վաճառքի չափաբաժինը նրանց պատճառով կրճատվել է։ Միանշանակ կրճատվել է։ Այս մի կտոր, այսինքն քո անտառը կտրում են, ես հենց այդ էի ուզում ասել, իրանք կտրում են քո անտառը, թող պետությունը, հենց պետության մասնակցությամբ։ Ու էլի խոշորի մատը խառնա։ Որոշ խոշոր գործարաններ այս թեմայի մեջ մատները խառնեն։ Քո անտառը կտրում են, հետո քեզ թույլ են տալիս 2 ծառ տնկես, ու տակը հովանաս, ու նենց են անում, որ այդ 2 ծառը էլ անընդհատ փորձում են նենց անել, որ չորանում։ Մի օր ջուր չեն տալիս, մի օր էս են անում, մի օր են անում, խնդիրներ են ստեղծում քո համար։ Հիմա այդ նույն բանը, տեսեք, ինչ արեցին։ Մեր retail-ը սպանեցին երկրի մեջ, այսինքն ժողովրդին նստացրեցին marketplace-ից գնումներ կատարելու վրա, իսկ դա արեցին բացահայտ հանցագործ ուղիներով, դեմպինգ անելով, այսինքն մարդիկ մտնում էին Ռուսաստանից ապրանք էին զակած տալիս, ինչ որ կես գներով էր գալիս, որ այնտեղ նույնիսկ մարդիկ զարմանում էին, ոնց մենք մեր ապրանքը այդքանով չենք վաճառել, այսինքն Wildberries-ը բացահայտ, ասենք 1000 դրամանոց ապրանքը հայի վրա վաճառում էր 500 դրամով։ Այդ ոնց որ են տաքսի շուկայում հայտնի բանը։ Նույնը արեց Yandex-ը, հա, մտավ 100 դրամով երեխաներին ուղարկում էին դպրոց, ուրախացել էին ժողովուրդը բան։ Կիլոմետրը 100 դրամ է, այսօր Հայաստանում Yandex-ը որ նայեք, մինիմումը դարել է այն ամենա ախմախ ժամին 200 դրամ։ Միջինը դարել է 300 դրամ, իսկ երբ որ հանդերձ մի հատ շոկա կամ անձրևաբանը միջև կիլոմետրի 500 դրամ հասնում է։ Դեմպինգով մտան։ Հիմա բայց անհատական որ նայում եք, այսինքն հայկական շուկայում ձեր չափաբաժինը կրճատվել է։ Հիմա գանք այդ մեր ասած էքսպերտը, որ ասում էր ինչու՞ չես նայում դրական կողմը։ Արտահանումը ոնց ասեմ, հաստատ երևի ավելացել է, չէ, որտեվ դուք առաջ տենց ԵԱՏՄ չեք, չկար այդ մարքեթինգը։ Բայց ինձ հետաքրքրել չէր ԵԱՏՄ-ն։ Ես իմ Հայաստանի մեջ վաճառում եմ 10 անգամ ավելին, բալանսը ձեր օրինակով որ նայեք բալանսը ոնց է։ Բերելա sense մի վիճակի, մոտ մի երևի 55-60%-ը Հայաստանում է վաճառում, են 40%-ը գնում է ԵԱՏՄ այլ երկրներ, բայց դա ինձ ընդհանրապես հետաքրքիր չի։ Ես այն ժամանակ այս 100%-ի անգամ 10-ը վաճառում էի Հայաստանում։ Այսինքն բալանսը դելի բացասական։ Ինքը կերել է մեր հաճախորդներին, մեր գնորդներին ու մեզ sense մի հատ փոքրիկ փայ է շպրտում դրսից։ Շատ դեպքերում մեր ապրանքները Հայաստանից վաճառվող ապրանքները, որ ռուսական IP-ով, ռուսական ամեն ինչ որ տեսանելի չի։ Մեծ շատ ապրանքներ տեսանելի չի։ 1000-ից մեկ տեսանելի է միայն դեֆիցիտ ապրանքներ, որոնք այնտեղ շատ քիչ են։ Այսինքն դա էլ է էլի բանի հարց, որ հայկական ապրանքը ռուսական IP-ով չի երևում, այսինքն ռուսական շուկայում ինքը երկրորդական, երրորդական։ Բացահայտ գաղութացում է։ Այսինքն հայկական ռիթեյլը գաղութացվել է։ Հիմա քայլ առ քայլ կգնա նաև ու դրա վրա մենք ըստ էության ես հիմա ուզում եմ մտածեմ ըստ էության ոչ մեր մրցակցության հանձնաժողովը ազդեցություն ունի, որտեվ դա արդեն ռուսական շուկայը ոչ մի բան չի կարող։ Չի կարող ազդեցություն ունենա, որովհետև տեսեք, ստեղծվել է մի քանի բաներ, ասենք գոյություն ունի ոչ միայն Wildberries, Ozon, Yandex Market, մյուս, այսինքն դա մոնոպոլիա չի կարելի համարել մոնոպոլիա։ Չէ, դիտողականության վրա որ ազդեցություն ունենար, բայց դրա վրա մենք օրենսդրական ազդեցություն չունենք։ Իրականում տեսեք ինչա տեղի ունենում ԵԱՏՄ-ի մյուս խնդիրը, որ ստեղծված ասենք Հայաստանի համար, մտեք յուրաքանչյուր հայկական խանութ, համոզված կտեսնեք, որ գոնե 40% ապրանքները ռուսական արտադրության, օրինակ։ Մտեք յուրաքանչյուր ռուսական խանութ եւ կտեսնեք, որ հայկական սկի մի տոկոս ապրանք գոյություն ունի դրած։ Այսինքն
միշտ ներկայացում են այնց որ մեր համար էս արտահանման շուկա, այդ արտահանման շուկան միջև ԵԱՏՄ-ն էլ կար, եղբայր, ասենք հեչ պարտադիր չի որ ԵԱՏՄ-ի մեջ լիներ, բայց տոկոսային առումով մենք ավելի շատ բերում ենք, քան թե տանում ենք։ Այսինքն մենք ավելի շատ սպառում ենք նրանց ապրանքները, քան թե մեր սպառողական ապրանքներն ենք ուղարկում։ Կանք մեր ասած ցավոտ թեմային մեր օրերին։ Շրջանառության հարկի փոփոխությունները որոնք երկու մեծ փաթեթեր, որոնք ընդունվեցին 23 թվականին ու 24 թվականին, բայց դրանց վատթարացնող նորմերը ուժի մեջ մտան 25-ի հունվարի 1-ից, մեկը կհիշեք են Պեկի վարչությունն է, որը էլի ամբողջ գաղափարախոսությունը խախտում է շրջանառության հարկի, այսինքն կարողանում են ապրանքային մնացորդ ստուգել եւ այլն։ Երկրորդը արդեն անցած տարվանը, որ դրույքաչափերը փոխվեց, այդ գույքագրման պահանջ եւ այլն։ Գիտեմ, որ այնտեղ շատ անկերներ կան եւ ձեզ եւ մեզ, ասիկին որ մարդիկ դուրս եկան բողոքում են, ասում են մենք չենք կարող սենց անել, ինչ որ աջակցության ծրագիր եղավ կառավարության որոշման հենց առևտրի ոլորտի համար, ասին երամսյակերը փակեք 5%-ի ու 10%-ի տարբերությունը կտանք։ Հիմա երամսյակը փակել ենք, ինչ վիճակ է։ Այն 1%-ը հաշվել եք ձեր մոտ օրինակ այդ 1%-ը ստացվեց, չստացվեց։ Եվ երկրորդ պատրաստվում եք, եթե չի ստացվել, պատրաստվում եք դիմեք այդ կառավարության ծրագրի ու ինչա տեղի ունենում էլի իրական դաշտում։ Միանշանակ չեմ դիմի ոչ մի կառավարության ծրագրի, որովհետև ես ունեմ լեգիտիմ իրավունքներ եւ լեգիտիմ օրենքներ եւ լեգիտիմ պահանջներ, որ ես ունեմ հարկային դաշտ, ունեմ շրջարկ, պետք է մտածեմ սա ինչի համար ես կառավարությունից հետ խնդրեմ ինչ որ օգնություն, ինչ որ չգիտեմ երկու երամսյակ են։ Հա, էլի մուրացկանություն անեմ, մենք չենք հասկանում։ Ինչի՞ է միշտ կառավարությունը բերում բիզնեսին սարքում ինչ որ մուրացկան, խղճուկ, մի հատ քրչոտ, եսի ինչ, ինչի համար։ Բիզնեսը բարի եղի հետը գործընկերային հարաբերություններ ունեցի։ Գիտեք ինչ տպավորություն է, ոնց որ ժողովրդի մեծ մասին տենց սարքեցին, այն որ խնդրող աղաչող բան, հիմա ուզում են բիզնեսին կզսնեն, հա, հենց այդ բառը պետք է օգտագործեն։ Շատ վատ բառ է, հեջ եթերային բառ չի, բայց սա կզսնել եմ ես համարում, էլի։ Գեղեցիկ չի, էլի։ Խի մի փոքրիկ հատված է մնացել, որը հպարտ է, ինքնաբավ է, ոչ մեկի ոտերը չի ընկնում, ոչ մի օլիգարխի, չգիտեմ, դիմաց գործություն չի անում, սենց են պատատիների ասած, հիմա պետք է բիզնեսին է նման սարքենք, չենք, երբ ստեղծի բիզնես հարաբերություններ, գործընկերային հարաբերություններ, տուր ստացիր, պահանջիր եւ ստացիր քո բաժինը, մասնաբաժինը։ Տեսեք ինչ են անում։ Հենց նույն այդ մարքեթփլեյսների հետ կապված, էլի։ Բայց շրջարկին պատասխանը։ Շրջարկի պատասխանի մեջ, նայեք, ինչի չի կարա երբեք հայ բիզնեսմենը ոտ գցի ԵԱՏՄ մնացած երկրների բիզնեսմենների հետ, որովհետեւ օրինակ Ռուսաստանում համատարած կիլոն 2-2.5 դոլարով ապրանքը ներմուծում են։ Սևով։ Չեմ ասում բերեք Հայաստանում էլ այտենց արեք, բայց գոնեստե Հայաստանում մանր բիզնեսի բերած ապրանքը մի տասնապատկեք գները, մի նստացրեք վրան 50-60%, որ չկարողանա հետները կռիվ տալ։ Ու նույնը հիմա շրջարկով արվում։ Ինչա տեղի ունենում ընկերի, ասենք բոլորը վճարում են միջև 5% հարկ, հայը պետք է վճարի 10% հարկ։ Ոնց կարա ինքը էլ բանանի հետները մրցակցի, կռիվ տա ու ինչ որ հաղթի։ Ինչ որ վիճակ է ստեղծում, որ մենք իրականում իջացնում ենք բան, ախր այդ քաղաքական այդ էժանագին կտերը, որ բանն է, էլի ոնց որ մենք փրկենք ձեզ, մենք բան կանենք, մենք հիմա իջացնում ենք իրականում հարկը, ախր հեքիաթ է, էլի, որ մի հիմարը կավատա է ռեալիստիկ չի։ Բացատրեք տեսեք ինչի։ Հասարակ օրինակ, դու ձեռք ես բերել 10,000-ի ապրանք, վաճառել ես դա, չգիտեմ, օրինակ 15,000-ով։ Կա մարդ կա կվաճառի 11-ով, 12-ով, 13-ով, կախված թե իր տարածքը որտեղ է, ինչ վճարներ անում, հա, ինչ քանի աշխատող ունի, մյուս 15-ով վաճառել ես, չէ։ Դու այդ 10-ն ես իջացնում 9.5%-ով, մինիմում 1% տակը թողնում ես, եթե փաստաթղթավորված։ Եթե փաստաթղթավորված, բայց այն 5-ի համար դու նվազեցում չունես։ Այսինքն մինիմալ հարկը, մինիմալ այն լավագույն հաշվարկով 3.5% է դառը։ Այսինքն եթե դու բոլ փաստաթղթավորում ունես։ Շատերի մոտ ուզում եմ էսի ասել, էլի շատ բիզնեսմեններ այսօր բիզնեսմեն չեն, ուղղակի առևտրով են զբաղվում, բան հաշվել չգիտեն, ասում եմ ես այնքան ներմուծում ունեմ, որին վաճառքը փակում է, հայ եղբայր դու այդքան երկար չես կարող պայել։
օրերից մի օր դու պետք է մարժել ցույց տաս, չէ՞։ Այսինքն էլի հակարդ է ստեղծվում։ Այդտեղ խնդիրը, որ օրինակ առաջի երամսյակի համար գործարարը կարողանում է, ասենք օրինակ, եթե օրինական փաստաթղթերով սաղ ունի 20000-ի ներմուծում ունենա, 15-ի վաճառքանի, այդտեղ ինքը հարցը լուծում է։ Հա, ինքը կարողանում է նվազեցնի, բայց հələ այդ ապրանքը ինքը ամբողջը չի սպառել, հաջորդ երամսյակին հարկային բեռը առաջինից լուրջ ստուգման դեպքում ինքը պետք է պատասխան տա բաուրա իր մարժան։ Ինքը մարժան առանձին չի հարկել։ Հասկանում եք։ Այսինքն նո մարժան առանձին հարկելու բան չկա, դրի չկա շրջակի, բայց դուք երկրորդ ասածի հետ եմ համաձայն, որ ինքը առաջի երամսյակում իր ամբողջ այսպես ասած փաստաթղթային ապրանքային մնացորդը նվազեցնում է առանց դեռ այսպես ասած դրա վաճառքի, իրան թվում է, հա, մի տարի էլ չէ, տարվա կեսից ինձ թվում արդեն բան է լինել։ Արդեն ցույց տա, որ լավ սպառվեց իմ ներմուծումը կամ իմ գնումը, Էս էլ իմ եկամուտն է, չէ՞։ Սա էլ է հատուկ մտածված թակարդ։ Այսինքն դու միշտ մանր բիզնեսին միշտ պահում ես հանցագործի կարգավիճակում, այսինքն երբ հարկային տեսուչը մտնի, դու խնդիր ունես։ Դե դա են առաջի ասած սա, այսինքն առաջի նախագիծն է, որ գաղափարախոսությունն է խախտվել, այսինքն եթե նախկինում պարզ գաղափարախոսություն էր դրված շրջանառությունը մի խափի պետությանը, շրջանառությունն անգամ դրիքաչափ մոտեցումը եւ դու չես ունենա վարչարություն, թանկ վարչարություն եւ այլն։ Հիմա ստե գալիս է երկրորդը, որ ասում են դե մենք հիմա ուզում ենք այն ոչ փաստաթղթով գիշեք, այս 14 թվին էլ այն նույնը ասում եւ այլն, որ մենք ուզում ենք այն խոշորներին բռնենք, ովքեր թաքնված են շրջարկի տակ եւ այլն, դրա համար sense բարթացրել ենք, բայց այսօր էլ էլի մեր ընկերներից նայեցի առավոտյան հաշվապահական ու հարկային համայնքը արդեն բողոքում են, որ այդ հաշվետվությունները ավելի բարդադարձել, քան շահութահարկին ու ավելի խճճված։ Հաշվապահներն արդեն ասում են ավելի ձեռնտու է ԱՀ-ով հարկվողի հաշվետվությունները անել, քան թե շրջարկը։ Որովհետև ինքը իրանով հիմա այնքան են խճճել, նախ ինքը էլի լիքը բարձաբանումների տեղ ունի։ Գումարած ես տեսա, որ այդ հաշվապահական խմբերում գրում են, որ հաշվետվությունը նախ այդ ինչ որ ասում են ինքնաշխատ լրացվում է, կարծես թե չի լրացվում ու ինքը իրանով հաշվետվության ձևը շատ բարդացել։ Այստեղ մի հատ շատ լուրջ մի բան էլ բերել։ Օրինակ, տեսեք, ես ներմուծում ունեցա վերջերս, ներմուծումը իմ ինվոյսային արժեքը չհամարվեց վստահելի եւ բարձրացրեցին գները։ Հա, առաջ ինչ էր, ասենք դու բերել էիր $10,000 ապրանք, պետությունը դա համարել էր, մաքսային կոմիտեն դա համարել էր $20,000 ապրանք, դու կարողանում էիր այդ $20,000 մուծում էիր հարկերը $20,000 համար, ավելացած արժեք, մաքսատուրք եւ այլ եւ այլ։ Հա, բնապահպանական լիքը մուծումներ ես անում այդտեղ մի հատ երկու հատ։ Հա, դու այդ վճարումները արեցիր, դու կարող էիր նվազեցնել, փաստաթուղթեր համարվում 20,000-ը, փաստաթուղթեր համարվում քո վճարումները եւ այլն եւ այլն։ Հիմա դարել է այսպես, քո ինվոյսային արժեքն են անում։ Դու դու բերել ես 10,000-ի, դրա համար պետք է մուծես 40,000, իրանք գնահատում են 20,000-ի, դու դրա համար մուծում ես 4,000, ներողություն 40 ասացի։ Դու գնահատում են 20,000, դու 4-ի տեղը մուծում ես 8,000, բայց փաստաթուղթ արդեն ունենում ես ընդամենը 10,000-ի համար։ Այսինքն մաքսային արժեքը չի համարվում փաստաթուղթ, էլի, համարվում է բանը, ինվոյսային արժեքը։ Հասկացա, ուտեղ իսկ այդ մաքսավճարները բան էլի ծախսագրվող չեն, չէ՞, որ մաքսավճարների պահովը ես համոզված եմ, կարծում եմ պետք է լինեն ծախսագրվող, որտեղ արդեն լրիվ նոնսենս կլինի։ Գիտեք ինչ վիճակ է, լուրջ պարզաբանումներ, լուրջ, այսինքն խաղի կանոնները պարզ չեն։ Ավելի խճճվեցին։ Հա, հենց գաղտնի բաներ կան, ու ձեզ ասեմ շատերն են սրա վրա ոտքները քանին խփելու, որովհետև էսի խնդիր է։ 4 բոլորը միատնես փոփոխությունը, որ նույնիսկ բեկը չի կարողանում պարզաբանումներ։ Շատ լավ, Սամսոն, ցավոք սրտի մեր հաղորդումը մոտենում է ավարտին, բայց ինչ անի, մեր ինչ անեն փոքր բիզնեսը։ Ես գիտեմ, որ տենց էլի այդ բողոքի ակցիաները տարբեր նամակներ մենք ինքներս որպես ասոցիացիա գրեցինք, հանդիպումներ ֆորմալ, ոչ ֆորմալ, պատասխանները եկան տենց էլի այդ հրաժարողական տոնայնությամբ, մենք ինչ արել ենք, ճիշտ ենք արել եւ այլն։ Նո խելոքը չեն գրում գրության մեջ, բայց տենց հիմա ես ինչքանով տեղյակ եմ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները
ասում են երամսյա կավարտվի ու ինչքան գիտեմ այն օրն որ խոսացինք ապրիլի 14-ին երկուշաբթի օրը հավաքա լինելու բայց ինչ անի էլի ասենք դուք որպես էլի իրական փոքր բիզնես նախկինում այդ կասեցում շարժման համակարգող ինչ անի որ ի վերջո հավասարի հետ նստեն ու սկսեն երկխոսել 15 տարի իմ ակտիվության իմ պայքարելու փորձից գալով ես եկա նրան որ մենք միշտ փորձել ենք ապաքաղաքականացնել տնտեսական մասը, ու մենք քաղաքական պայքարել ենք շատ տեղերում տանում, բայց առանձնացնում ենք էլի մեկը մյուսին չեն տածը ճորին չենք առնում, բայց շատ սխալ է իմ կարծիքով Միջև մանր բիզնեսը չհասկանա, որ իր բոլոր խնդիրները հենց քաղաքական են, իմ կարծիքով հարցին լուծում չի լինելու, երբեք մանր բիզնեսը պետքա միանա, համախմբվի, սկսի պահանջներ դնել բոլոր քաղաքական ուժերին, այսինքն ընդդիմադիր եղբայրը ապրես, շատ լավ ես անում, մալադյեց, բայց ծրագիր ես ներկայացնում, մենք տեսնում ենք դու ոնց ես վերաբերվելու մեզ, ինչ երաշխիքներ ես տալու։ Այսինքն այս ամեն ինչը 26 թվին քաղաքական բաների վրա, ընտրությունների վրա կազդի։ Եթե չազդեց, մանր բիզնեսը միշտ լինելու է ոտքի տակ, խոշոր բիզնեսը։ Չէ, հիմա այս պահին սա կազդի, թե չէ։ Պետք է ազդի։ Ես ամեն ինչ անելու եմ, որ ազդի։ Ես ամեն ինչ անելու եմ, որ ազդի, որովհետև արդեն քաղաքական իշխանությունները 35 տարի կոպիտ ասած ձեռք են առնում արդեն մարդկանց։ Տեսեք, ժողովրդի մեջ մի հատ այնց իմիտացիա են ստեղծել բաժանիր եւ տիրիրն են անում, որ ահա տեսեք ես առևտրականները ժողովուրդ ջան, ախր այդ նույն առևտրականից հացը դու ես առնում։ Այդ հարկերը վերջին հաշվով դու ես վճարում, առևտրականը չի վճարում։ Առևտրականը իր եկամուտը հալավ գների բարձրացումը լինելու է գների յուրաքանչյուր հարկերի բարձրացում բերելու է գների բարձրացման եթե առևտրականը ստիպված է լինելու շրջարկով որ առաջ հաշվապահ չէր պահում իրավաբան չէր պահում ստիպված է լինելու պահել եւ վճարել հաշվապահներն էլ հուլիսի 1-ից իրանք էլ են աղայի դաշտում հաշվապահների ծառայություններն էլ է թանկանել այդ ամեն ինչը պատտվելու է եւ վճարելու է ժողովուրդը մարդիկ հասարակ մենք բոլորս իհարկե ու գիտեք ոնց 35 տարի Հայաստանում իշխանությունները աշխատել են խոշոր բիզնեսի հետ ու խոշոր բիզնեսի համար ժամանակն է կարծում եմ որ արդեն մանր բիզնեսը սկսի ավելի պահանջատեր լինել Ժորժան ինչի կարա խոշոր բիզնեսը որոշակի գարանտներ ստանալով կազմակերպել են հենց որ ընտրություններին ավելի շատ ձայն քաղաքական օրակարգն է որևէ քաղաքական ուժ հա մանր բիզնեսը չի կարող այսօր ընտրողների մեծ մասը հենց այդ նույն մանր բիզնեսն է այսինքն մանր բիզնեսը ավելի լուրջ ազդեցություն կարա ունենա յուրաքանչյուր քաղաքական ուժի վրա քան յուրաքանչյուր խոշոր բիզնես то есть բավական է ասել քաղաքական չի հա քաղաքական է հա պահանջում են կատարել ի վերջո բոլոր որոշումները քաղաքական պաշտոն զբաղեցնողներն են ընդունում որովհետև այսօր մենք տեսնում ենք երբ որ մենք գնում ենք քննարկումների բանի մեզ ասում են դե որոշումը վերևից է մենք ստեղ հարցուցող չենք այսինքն իմիտացիա են ստեղծում ինչ որ այն չգիտեմ պարլամենտական երկիր կամ նախի որը չկալասի ինչ որ պաշտոնյա ինչ որ բանա որոշում օրենքի փոփոխման, բայց ոչ։ Տեղի ունենում վերևից խորհրդարանական երկիր են։ Հա, տեղի ունենում վերևից միանձնի հրաման, ներքևը ուղղակի ապահովում են դրա կատարումը։ Դե արեք այնց անենք, թե այդ վերևից հրաման տվողը մի քանի անգամ մտածի նոր այդ հրամանը տա, որովհետև համոզված լինի, որ մյուս ընտրություններին ինքը միանշանակ չի ընտրվելու, որովհետև ամեն մանր բիզնես իր հետ իր ընտանիքի անդամներ, իր աշխատակիցների անդամներ, գործընկերները բան նրան ձայն չեն տալու։ Այդքան բան։ Շատ լավ, ամփոփելով ապրիլի 14-ին դուք ապրիլի 14-ին դուրս են գալիս փողոց, ապրիլի 14-ին ցույց ենք տալիս քաղաքական իշխանությանը, որ այսպես շարունակվել այլևս չի կարելի։ Ցույց ենք տալիս, որ Հայաստանը ճորտատիրական երկիր չի եւ ամեն րոպե անընդհատ հարկ բարձրացնելով հարցի։ Ինչքան գիտեմ, նաեւ բաներ են, չէ, արել փոքր բիզնեսը, ստորագրություններ են հավանել։ Ստորագրը հավաք է տեղի ունենում բոլոր հնարավոր լեգիտիմ միջոցներով, դեռ ոչ հեղափոխական միջոցներով փորձում ենք բարձր իշխանավորների պայծառ գլուխները բան մտցնել, որ եղբայր դու ուղակի թալան ես անում, դու ուղակի ռեկետ ես անում, կարելի ասել, ցույց ես տալիս մարդկանց իբրև դա ազնիվ մղումներով է, բայց ոչ, դա ազնիվ մղումներով չէ, դա ուղակի մանր բիզնեսը սպանելն է, մանր բիզնեսին սարքելը հենց իրենց ասած են չարչի, որպեսզի խոշոր բիզնեսը լուրջ փողեր աշխատի իրենց համար հենց։
Ցավոք սրտի մեր հաղորդումը մոտեցավ ավարտի, ես հույսով եմ էլի ժամանակ կգտնես, Համսեն ջան, մենք տենց էլի լիքը բաներ էի մոտս գրել, որ պետքա խոսենք, բայց չհասցրեցինք, մի հաղորդման նյութ չէր երևի։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ, որ ժամանակ գտար եկար, հիշեցնեմ, մեր այսօր հյուրը Սամսոն Գրիգորյանն էր, ով նախկին ՓՄԶ-ի նախագահն էր, կասեցում շարժման համակարգող եւ գործարար։ Շնորհակալ եմ հարգելի ռադիոլսողներ, լավ եղեք, կհանդիպենք։